Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլին կայցելի Չինաստան։ Բաքվում հայտարարել է Չինաստանի Կոմկուսի կենտրոնի անդամ, միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Լյու Ցյանչաոն։ Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերություն համախմբում եւ համագործակցության խթանում համաշխարհային հարավում թեմայով համաժողովում։ Այս այցի շրջանակներում մենք որոշումներ կկայացնենք առավել կոնկրետ նախագծերի վերաբերյալ։ Մեր հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ կա, ասել է Լյու Ցյանչաոն։ Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։ Նամակում Ռամզան Կադիրովը շնորհավորել է Իլհամ Ալիևին եւ ադրբեջանական ժողովրդին Ռամազանի տոնի կապակցությամբ։ Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի ապրիլի 2-ին այդ երկրի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հնչեցրած պնդումները կապված Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ հայկական ծագումով անձանց դատավարության հետ։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջզադեն։ Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Ադրբեջանի օրինական պահանջը հարցականի տակ դնելը, որը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ եւ այն որպես նոր պահանջ ներկայացնելը անընդունելի է։ Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղ համաձայնագրի շուտապույտ ստորագրմանը, ինչպես ինքն է պնդում, ապա պետք է նպաստի Հայաստանի կողմից համապատասխան քայլերի ընդունմանը, ասվում է մեկնաբանության մեջ։ ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիկ Մուսաևը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում անցկացվող անհետ կորածների թեմայով քննարկումների ժամանակ։ Դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանը հպարտանում է նրանով, որ հանդիսանում է գլխավոր ասամբլեայի անհետ կորածներ երկամյա բանաձևի հեղինակն ու նախաձեռնողը։ Դիվանագետը նշել է, որ 1990-ականների սկզբից Հայաստանի կողմից ագրեսիայի եւ օկուպացիայի հետևանքով անհետ կորել է 4000 ադրբեջանի քաղաքացիներ եւ նրանց ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։ Այս հարցը հրատապ ուշադրություն եւ գործողություններ է պահանջում։ Անհետ կորածների թվում կան 774 խաղաղ բնակիչներ, որոնցից 116-ը կանայք են, 315-ը ծերեր, 75-ը երեխաներ։ Ամբողջ սերունդներ ոչնչացվել են։ Նրանցից ոմանք նույնիսկ անհայտ հանգամանքներում անհետացել են։ Նրանց կալանավորման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի այցելությունից հետո, ընդգծել է Մուսաևը։ Եվրախորհրդարանը պետք է կենտրոնանա իր խորը արմատացած կոռուպցիայի խնդրի լուծման եւ հասարակության վնասված վստահության վերականգնման վրա, այլ ոչ թե փորձի միջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Եվրախորհրդարանի անդամները պետք է առաջնորդվեն ոչ թե էսասիական քաղաքական կամ ֆինանսական շահերով, այլ ճշմարտության, արդարության եւ խաղաղության ձգտումով։ Այս մասին ասվում է հայտնի քաղաքագետ եւ լրագրող Դոն Գրասիա դիվանագիտության կենտրոնի հիմնադիր Ռեյչել Աբրահամի հոդվածում, որը հրապարակվել է կանադական հանրահայտ ZGA հրատարակությունում։ Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը հայկական ծագումով անձանց դատում է նրանց կողմից կատարված ռազմական հանցագործությունների համար։ Այդ անձինք Ադրբեջանում մեղադրվում են ծանր հանցագործությունների համար, այդ թվում խոշտանգումների, վարձկանային գործունեության, ռազմական հանցագործությունների, ահաբեկչական ակտերի եւ ահաբեկչության ֆինանսավորման համար։ Այս հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից վերջերս ընդունված բանաձևը հեղինակը որակում է որպես անհիմն, ոչ օբյեկտիվ եւ կողմնակալ փաստաթուղթ, այն համարելով Ադրբեջանի հեղինակությունը խաթարելու քարոզարշավի բաղկացուցիչ մաս։
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության տնտեսական եւ գլոբալ հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Սայմոն Մորջուն, Ադրբեջանում Եվրամիության ներկայացության ղեկավար Պյոտր Միխալկոն եւ այլ հյուրեր Աղդամում ծանոթացել են օկուպացիայից ազատագրված տարածքների ականազերծման գործունեությանը։ Ադրբեջանի Հանրապետության ականազերծման գործակալության շարժական դաշտային ճամբարում հյուրերին տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի կողմից տարածքների ականներով աղտոտման եւ այդ ուղղությամբ անցկացվող մաքրման աշխատանքների մասին։ Անամայի խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերից մինչ 2025 թվականի ապրիլի 2-ը Ղարաբաղում եւ Արևելյան Զանգեզուրում իրականացված ականազերծման գործողությունների արդյունքում մարդասիրական ականազերծման աշխատանքներով զբաղվող կազմակերպությունները ականներից եւ այլ պայթյունավտանգ նյութերի մնացորդներից մաքրել են 190,194 հեկտար տարածք։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել եւ մաքրվել է 191,600 ական եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներ։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։